Սրբով դարանիս Իսուսի Քրիստոսի որստովանու, դերն մեր Իսուս Քրիստոս, դոնին վերջին և անտիսավոր օրը, Իսուս ոտքի կանգնած բարձրացայն գսեր, ով որ ծարավե թող ինձի կա և խմե, ով որ ինձի գավադա, ինչպես Սուրբ Գիրքը գսե, անոր սիրտեն գենսադու չուրիկ է դեր պիտի փխին, Իսուս ասիգա գսեր հոգին համար, որ իրեն հավատացողները պիտի ընդունեին, իսկ հոգին դագավին չեր դրված, քանի Իսուս պարավորված չէր։ Ժողովուրդեն ոմանք երբ լսեցին այս խոսքերը, ըսին, ասիգա է ճշմարիտ մարգարեն, ուրիշներ գսեին, Քրիստոսն է, իսկ ոմանք ալ գսեին, միթե Գալիլեայեն պիտի գա Քրիստոսը, Սուրբ Գիրքը չսեր, թե Քրիստոս Դավիթ թագավորի սերունդեն պիտի ըլլա, և Դավիթի քաղաքին Բեթլեհեմի մեջ պիտի ծնի, և Իսուսի պատճառով դարագարձություններ հառաջ եկան ժողովուրդին մեջ, ոմանք ուզեցին ձերբակալել զինք, բայց ոչ ոք համարձակեցավ ձեռք զարնել։ Երբ տաճարին պահակները վերադարձան, ավագ քահանաներն ու փարիսեցիները հարցուցին անոնց. «Ինչու զինք հոս չբերիք»։ Պահակները պատասխանեցին. «Այս մարդուն պես խոսո երբեք չենք տեսած»։ Փարիսեցիները ըսին. «Ինչ, դուք ալ խաբվեցաք, իշխանավորներեն կամ փարիսեցիներեն ովևէ մեկը հավատաց անոր, մեր օրենքը չգիտցող դքետ ամփոխը միայն հավատաց, անոնք արդեն իսկ նզովված են»։ Նիկոդեմոս, փարիսեցիներեն մեկը, որ նախաբես գիշերով եկած էր Իսուսի մոտ, ըսավ անոնց. «Արդյոք մեր օրենքը մարդս կդադե նախքան զինք լսելը և գիտնալը, թե ինչ ըրած է»։ Անոնք պատասխանեցին Նիկոդեմոսին. «Միթե դուն ալ Գալիլեայեն ես, գնես Սուրբ Գիրքերը և պիտի տեսնես, թե Գալիլեայեն մարգարե չէ»։